անվամբ Հոր և Որդվո և Հոգուին Սրբո, ամեն։ Հարության շարականներում Քրիստոսի չարչարանած և խաչելության խորհրդին նվիրված բոլոր մտքերն ու նախադասությունները մեծ մասամբ կրում են դավանաբանության ազդեցությունը։ Նրանք գլխավորաբար ուղղված են Այրոսի, Նեստորի և Թիքեսի և Լևոն պապի ուսմունքների դեմ։ Այրիոսի ու Նեստորի ուսմունքներին հակադրվելիս շարականագիրները գաղափարական շեշտը դնում են նախ Քրիստոսի աստվածության և ապա աստվածամարդության վրա։ Այրոսի վարդապետությանը հակադրելով շարականագիրները Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան խորհուրդներն ու իրողությունները նկարագրելիս շարունակ շեշտում են, որ այդ բոլորը կատարողը Աստվածն էր կամ Քրիստոս Աստվածը, որ նա փառավորյալ Որդին է, էակից և փառաբանակից, Հորը, միածին Որդին Աստծո։ Շարականագիրներն իրենց ստեղծագործություններին տալիս են հակաճառական բնույթ։ Այդ շարականներն ուղղված են թե Այրոսի և թե Նեստորի ուսմունքների դեմ։ Վերոհիշյալ մտքերն արտահայտելիս շարականագիրները շեշտում են նաև Քրիստոսի աստվածամարդությունը, որ նա միևնույն ժամանակ կատարյալ Աստված և կատարյալ մարդ էր, որով և իրենց քննադատական սուր սլաքն ուղղում են Նեստորի հիմնական վարդապետության դեմ։ Խաչ բարձրացողը կույսից մարմնացած աստվածային բանն էր, որը Հոր և Սուրբ Հոգու հաճությամբ ու իր կամքով չարչարվում, խաչվում և մահանում էր նախաստեղծ Ադամի դատապարտությունը ջնջելու համար։ Աստվածային Լոգոսը արարողն է երկնքի և երկրի։ Հոր ու Սուրբ Հոգու հաճությամբ և նրանց կամքով գալիս և մարմին է առնում Սուրբ Կույսից, ապա մարդեղությունից հետո ի լրումն ժամանակի իր կամքով հանձն է առնում չարչարանք ու մահ, ոչ որպես լոկ արարած, ինչպես պնդում էր Այրոսը, և ոչ էլ առանձին գոյություն ունեցող Աստված ու մարդ, ինչպես դավանում էր Նեստորը, այլ որպես կատարյալ Աստված և կատարյալ մարդ՝ հետ միավորության տնօրինությամբ։